Հալելույա, փառք մեր Տիրոջը, փառք մեր ամենակարող Աստծուն, այսօրվա համար, այս հնարավորության համար, որ մենք այսօր Աստծո տան մեջ լինենք։ Իսկապես դա երջանկություն է, որ Աստված ամեն բան հոգ արեց, որ մենք Աստծո տան մեջ լինենք։ Փառք մեր Տիրոջը, հարազատներս, որ այսօր հնարավորություն ունենք Աստծո խոսքը լսելու։ Ու ես հավատում եմ, որ այսօր պաշտամունքից հետո դու մի քիչ փոխված կգնաս տուն։ Ու ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսյանով, որ Աստված իմաստության եւ գիտության հոգով քեզ կպնի, ովքեր այստեղ են, ովքեր հետո կլսեն ձայնագրությունը, թող Աստված նորոգի մտքերը Հիսուս Քրիստոսի անունով, Տեր ջան։ Եվ խնդրում ենք քեզ, Տեր, որ դու առաջնորդես մեզ, տանես մեզ, Տեր, Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով, Տեր ջան, եւ ամեն մի պակաս լցնես եւ ավելացնես, Տեր, եւ թող քո խոսքը ամրապնդվի մեր մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, հանուն Հոր եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։ Հարազատներս, այսօր ուզում եմ խոսեմ եւ խոսքս կոչվում է, պատգամս կոչվում է այսպես. նորոգիր մտածելակերպդ։ Գիտես, մի հետաքրքիր բան հասկացա այս շաբաթ ու ես հավատում եմ դա Աստծուց էր եւ Աստված այդ ուղղությամբ առաջնորդեց ու ես հասկացա մի բան, որ մենք բոլորս մտածելու նորոգման կարիք ունենք։ Ժամանակ առ ժամանակ նենց չի, գիտեք, որ մի անգամ եկար ու դու ասում ես վերջ, իմ միտքը նորոգվել է, ես նորովի ձևով եմ մտածում ու վերջ։ Միջև կյանքիս վերջը լրիվ չոտքի է։ Նույնիսկ եթե վերցնում ենք հեռախոսները, կոմպյուտերը, մենք հասկանում ենք, որ ծրագրերն էլ ժամանակ առ ժամանակ նորոգման կարիք ունեն։ Մենք ամեն մեկս էլ հեռախոս ունենք ու մենք մեր հեռախոսի մեջ ասում են ժամանակ առ ժամանակ քո հեռախոսը նորոգման կարիք ունի։ Այդպես էլ մեր միտքը, հարազատներս, ինքը նորոգման կարիք ունի։ Ու այդ նորոգումը գալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոսից, հարազատներս, որտեղ մեր մտածելակերպը, հարազատներս, ինքը կարիք ունի փոփոխման։ Մենք այդ համար Աստվածաշունչ ենք կարդում, այդ համար մենք գալիս ենք եկեղեցի, որպեսզի օգնենք մեր մտքին, մեր մտածելակերպը փոխվի, հարազատներս, որտեղ շատ անգամ հարազատներս մենք հարազատներս մեր մտածելակերպով սահմանափակում ենք անսահման Աստծուն։ Շատ անգամ մեր կյանքում խնդիրը նրանում է, որ մեր միտքը նորոգված չի, սահմանափակ է։ Բայց Աստված ուզում է, որպեսզի նորոգի, ու մենք կկարդանք այդ մասին, Աստված ուզում է նորոգի քո միտքը, որ դու սկսես մտածել Քրիստոսի պես։ Որտև հարազատներս դուք նկատել եք, մեկը տեսնում է հնարավորություն, իսկ մյուսը տեսնում է խնդիր։ Ինչից է դա կախված? Մտածելակերպից։ Եթե դու նկատել ես, որ վերջի ժամանակին դու միայն հարազատս խնդիր ես տեսնում, ուրեմն քո միտքը նորոգման կարիք ունի։ Որտեղ մեկը տեսնում է ազատություն, իսկ մյուսը տեսնում է արգելափակում։ Երբ որ Աստված ասում է մի գողացի, մի շնացի, մի սպանի, մի ծխի, մի խմի, մեկը տեսնում է ազատություն դրա մեջ եւ ուրախանում է, իսկ մյուսը արգելափակում է տեսնում։ Ասում է ի՞նչ բան է քրիստոնյա, էսի չի կարելի, այնի չի կարելի, էսի չի կարելի։ Լրիվ խնդիրը այստեղ է։ Եվ մեր մտածելակերպը կախված է մեր հավատքի հետ։ Ոնց մտածում ես, այնպես էլ կհավատաս։ Ամեն մեկս հարազատներս նորոգման կարիք ունենք, առաջինը ես։ Դա ամենամեծ խնդիրն է, հարազատներս, որ մարդու միտքը նորոգված չի։ Եվ երբ որ խնդիր կա, ուրեմն պետք է աղոթել եւ փնտրել եւ խնդրել Տիրոջը եւ ամեն բան անել, որպեսզի նորոգում գա, որ լավ աշխատի։
Հեռախոսը ոնց է, եթե ինքը նորոգված չի, obnovlen-ին չի եղել, ինքը լավ չի աշխատում։ Այդպես էլ հարազատներս մեր մտքերը, 4-րդ թագավորաց հարազատներս գրքում այսպիսի մի պատմություն կա 13-րդ գլխում 18-19-րդ խոսքը, դա 4-րդ թագավորաց 13, 18, 19։ Եղիսեն ասեց թագավորին, որ ինքը նետերը զարկի։ Ասում է, եւ ասեց առ նետերը, եւ նա առավ, եւ ասեց Իսրայելի թագավորին, գետինը զարկիր, եւ նա զարկեց 3 անգամ ու կանգ առավ։ Եվ Աստծո մարդը բարկացավ նրա վրա եւ ասեց. 5 անգամ կամ 6 անգամ պետք է զարկեր։ Այն ժամանակ կզարկեիր ասորիներին մինչև որ վերջանային, բայց հիմա միայն 3 անգամ է զարկելու։ Ինչի ինքը հենց 3 անգամ զարկեց։ Խնդիրը ստեղ էր, հարազատներս։ Աստված ասում է, իմ վերքերով դու բժշկված ես։ Չէ Աստված։ Ով, ես ես իմ տատուց ժառանգել եմ, իմ մամաց ժառանգել է այս հիվանդությունը, հիմա իմ հերթն է։ Հարազատներս, դուք պատկերացնում եք, որ շատերը մտածում են, որ հիվանդությունը Աստծուց է։ Դուք պատկերացնում եք ուղղակի մարդու մտածելակերպը, որ ինքը մտածում է, որ Աստված հիվանդություն է տվել, որ աշխարհիկ բժիշկը բուժի իրան։ Հիմարություն։ Բայց մարդը մտածում է այդպես։ Աստված ինձ հիվանդություն է տվել, որ այդամ աշխարհիկ մարդկանց մոտ, որ իրանք ինձի բուժեն։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ այդ հիվանդությունը քեզ Աստված չի տվել ու ինքը քեզի չի պատկանում, այլ ընդհակառակը քո միտքը նորոգված է, որ Աստված իր վերքերով քեզ բժշկել է, բոլորովին հավատքդ ուրիշ ձև է աշխատում։ Դու բոլորովին ուրիշ աչքերով ես նայում այդ իրավիճակին։ Պապենական իմ պապերը աղքատության մեջ ընել է։ Պարտքից պարտք են ապրել։ Էդի իմ ասմա ճակատագիրն է, ես էլ այդպես էլ նեմ, ով ասե, հարազատներս, Աստծո խոսքն ասում է, դամար կարդա Աստվածաշունչը, ասում է, նա աղքատացավ, որ դու հարստանաս նրա աղքատությունով, Աստվածաշունչն ասում է, դու տվող կլինես, այլ ոչ թե վերցնող, ես ուզում եմ, որ այսօր քո մտքում հեղափոխություն լինի, նորոգվի քո միտքը ու դու քո կյանքին նայես նորին ձևով, նոր անկյունից նայես, այդ համար ստեղ բարկացավ Աստծո մարդ, ասում է, ինչի 3 անգամ խփեցիր, ես քեզ ասեցի 3 անգամ, այնքան տայր մինչև ասեի կանգնիր, շատերս կանգնում են աղոթքի, Աստված ասում է, աղոթի այդ իրավիճակի համար, ու դու կանգնում ես այդ աղոթքին, մի անգամ աղոթում ես, 2 անգամ աղոթում ես, Աստված դա 3-րդ անգամ աղոթում ես ու վերջ։ Գիտեք, ավետարանում Հիսուսը ասեց, ասում է, այն անառակ դատավորին այնքան կնիկը եկավ, այնքան զզվցրեց, որ անառակ ասում է, Հիսուսը պատմեց այդ առակը, ասում է, այդ անառակ ասում է, դատավոր ասեց, այն մարդ տան պրծնեմ։ Հիսուսը կոնկրետ ցույց տվեց, ոնց պետք է աղոթել, անդադար աղոթք արեք։ Ասում է, ինչի մի անգամ, հենց խնդիրը, հարազատներս, խնդիրը մտքի մեջ էր, այդ համար Աստծո մարդը բարկացավ իրա վրա, ասում է, 5 անգամ զարկեիր, ինչի 3 անգամ, 6 անգամ զարկեիր, որ 6 անգամ զարկեիր, դու վերջ թշնամիների կհաղթեիր հավիճան, էլ դու ասորիներին չեր տեսնի։ Հարազատներս, եկեք փոխենք մեր մտածելակերպը, եկեք ուրիշ ձևով նայենք, Քրիստոսի աչքերով նայենք իրավիճակի։
Սաբաթագուհին լսելով Սողոմոնի իմաստությունը երկար ճանապարհ ուխտերով եկավ, որ իր իմաստությունը լսի։ Այսօր մենք հարազատներս մի ռայոնից մյուս ռայոն չեն գնում, որ այ հեռու է եկեղեցին, չեմ գնա։ Բայց այդ կինը երկար օրեր, ամիսներ ուխտերով եկավ, որ Սողոմոնի իմաստությունը լսի։ Ու դատարկ ձեռքերը գրպանը չեկավ է, պատմաբանները ասում են մոտավորապես միայն 70 տոննա ոսկի բերեց Սողոմոնին։ Չհաշված անուշահոտ այդ դուխիները, շորերը, ամեն ինչը։ Բերեց միայն լսեմ քո իմաստությունը։ Աստծո խոսքն ասում է, որ հրեշտակները ամեն կիրակի գիտեք ինչ են անում։ Ուզում եք այդ գաղտնիքը բացեմ, ինչ են անում հրեշտակները ամեն կիրակի։ Աստծո խոսքն ասում է, նրանք գալիս եւ լսում են մեր քարոզները, որ Աստծո իմաստությունը լսեն, որտեղ ասում է Պողոս առաքել այդ իմաստությունը իր ժողովրդին է ինքը բացում։ Գալիս են լսեն ինչ է Աստված ասում, որտեղ Աստված այնպես սիրեց ու այդ գաղտնիքը իր ժողովրդին է բացում։ Ոնց որ Աստված ասեց Աբրահամին, արդյոք մի բան կա, որ քեզի չասեմ, Աբրահամ ջան, դու իմ բարեկամն ես, տենց գաղտնիք բան չկա, որ քեզի չասեմ ես։ Եվ Հիսուսը Հովհաննես ավետարանի մեջ ասում է 15-րդ գլխում, դուք իմ բարեկամներն եք։ Այլևս ես ձեզ չեմ անվանում ստրուկներ, իսկ մենք շատ ժամանակ մեզ պահում ենք ստրուկի պես։ Աստված ասում է դու իմ զավակն ես, սիրելի զավակը։ Գիտեք երեխեքան, որ չեն սիրում իրանց ծնողները, հանում են որբատուն են գցում։ Բայց Աստված այդպես չի ասում, դու իմ սիրված զավակն ես։ Իսկ շատերը իրանց պահում են մերժված երեխու պես, ոնց որ մեծ որդին են առակի մեջի։ Ինքը մեծ տղեն էր, ժառանգություն ամբողջովին իրան էր, բայց ինքը մերժվածության մեջ էր։ Ինքը չէր հասկանում իր հոր սիրո մեծությունը, որ ինչքան մեծ է, որ այդ ամեն ինչից հետո ինքը պատրաստ է այդ անառակ որդուն ընդունի, գրկի եւ վերականգնեցնի իրան։ Որտեւ այդ շատ դժվար բան է, երբ որ կենթանի հոր օրոք տղեն գալիս ասում է, սպասեմ որ դու մեռնես, տուր իմ ժառանգությունը, հիմի ես գնամ։ Դու իմ համար արդեն մեռած ես, իմ ժառանգությունը դու ես գնամ։ Էդի ահավոր է, երբ որ ծնողը իր երեխուց դա լսի, բայց չնայած այդ իրավիճակին, որ ինքը այդ օրին հասավ, վերադարձավ, հայրը կանգնած ճանապարհին սպասում էր իր որդուն, գրկեց եւ ընդունեց իրան։ Երբ ինքը վերադարձավ հարազատներս, երբ որ այդ տղու միտքը փոխվեց, ասում է ուշքի եկավ եւ ասեց, «Էս ինչ եմ անում, ես որտեղ եմ»։ Խոզերի հետ եմ, ես պիտի իմ հոր հետ ելնեմ, ես իշխան եմ, արքայազն եմ ես ինչ եմ անում ես խոզերի հետ, իրանց խոզերի կերն եմ ուտում, այսօր ցավոք սրտի շատ հավատացյալներ իրանց այդպես են պահում, խոզերի հետ են, այլ ոչ թե արքայազնի դիրքի մեջ են։ Այդպես էլ Սաբաթագուհին հարազատներս, երբ որ եկավ եւ Սողոմոնի տեսավ, գիտեք ինչ ասեց։ Ասեց Սողոմոն ջան, գովազդը, որ քո մասին ասում են, շատ ցածր է, քան դու։ Իսկ շատ անգամ ընդհակառակն է հարազատներս։ Մարդիկ իրանց ներկայացնում են այնպես, բայց իրանք այդքան չկան։ Ռեկլամ են անում։ Գովազդ է, ամբողջ կյանքը գովազդ է։ Instagram մտիր, իրանք այդքան չկան, ոնց իրանց ցույց են տալի։
Գնում ես ռեստորան, մի հատ նենց են նկարները նկարում, մի հատ նենց բուրգեր են նկարում, ասում ես վախ, էսի որ առնեմ, այս ռազմերին առնեմ, ուտեմ։ Զակազ ես տալի, բերում են խեղճը, տառապած, որտուց են գթե բերե, թե մի ճանապարհին 5 անգամ գետնին գցել են, ոչ մեկ չգիտի։ Որովհետև այդ ապրանքը գովազդը ավելի բարձր է, քան այդ ապրանքը։ Իսկ երբ որ Սաբաթագուհին եկավ ու տեսավ, ասեց, ես քո մասին լսել եմ, այդ գովազդը չարժի քեզ, դու ավելի բարձր ես։ Հարազատներս, ես ուզում եմ այսօր ձեզ ասեմ, այն օրը, որ դուք ձեր սիրտը տվեցիք Հիսուս Քրիստոսին, դուք այլևս ձեզ չեք ներկայացնում։ Դուք ներկայացնում եք Հիսուս Քրիստոսին, որտեղ դուք իր զավակը դառար։ Ուտելով, թե խմելով, ձեր պահվածքով, ամեն ինչ պիտի ներկայացնի Հիսուս Քրիստոսին, որտեղ դուք իր դեսպանն եք։ Դու այլևս քեզ չես ներկայացնում։ Դու չես կարող եկեղեցում մի ձևի լինես, իսկ տանը ուրիշ ձև լինես, որտեղ 24 ժամ դու ներկայացնում ես Հիսուս Քրիստոսին, ինչպես դեսպանը, ինքը 24 ժամ 7 օր ներկայացնում է իր պետությունը ու խոսում է միայն իր արքայի, ով որ ինքը ներկայացնում է իրա։ Հիշում եք, երբ որ թագուհուն բերեցին, ինքը որպիսի ներկայանա թագավորի առջև, ինքը 6 ամիս լոգանքներ էր ընդունում։ Ես ինչ ես անում, պատրաստվում եմ ծառայությանը։ Այս Սաբաթագուն գիտեք ինքը ինչպես իր ազգը փրկեց։ Իր կանանցիությունով։ Իր իմաստությունը, որ ինքը եկավ, դա ընդունեց եւ իր կանանցիությունով եկավ եւ իր ամբողջ ազգը փրկեց։ Ամբողջ աշխարհով հարազատներս, մեր ազգի մասին եկեք խոսենք։ Ամբողջ աշխարհով մենք գովազդում ենք ու գոռում ենք, որ մենք առաջի քրիստոնյան ենք։ Բայց երբ որ գործը գալիս է գործին, սկսում ես խոսալ մեր ազգի հետ, հասկանում ես, որ գովազդը ավելի բարձր է, քան իրանք քրիստոնյա են։ Շատերը ցավոք սրտի նույնիսկ չգիտեն Սուրբ Երրորդությունը ինչ բան է։ Քրիստոնյա են, խփում են դոշին, մենք քրիստոնյա ենք։ Բայց ասում ես հայր, որդի, Սուրբ Հոգի, այդ ինչ բան է։ Որտև գովազդը իրանք ավելի ցածր են այդ գովազդից։ Եկեք հարազատներս, որպիսի մենք ավելի բարձր լինենք, քան այն, որ մեզ համար ասում են։ Սողոմոնի մոտ ընդհակառակն էր, հարազատներս։ Եկեք կարդանք 3-րդ Թագավորաց 10-րդ գլուխը 4-5 խոսքը։ 3-րդ Թագավորաց 10-րդ գլուխ 4-5 խոսքը։ Եվ Սաբայի թագուհին տեսավ Սողոմոնի բոլոր իմաստությունը եւ նրա շինած տունը, նրա սեղանի կերակուրը, նրա ծառաների նստելը եւ նրա սպասավորների վերկենալը, թե ոնց է նստում հելնում։ Ասում է այդ բոլորը երբ որ տեսավ, եւ նրանց հագուստը, եւ նրանց մատրվակները, եւ նրա այն սանդուղքը, որով վեր էր գնում տիրոջ տունը, եւ էլ ուշ չմնաց նրանում։ Թագուհու ուշ կգնաց։
Քանի անգամ եք տեսել, որ թագուհի ուշ կգնա։ Ասում է, երբ որ ինքը տեսավ ծառաների նստել հելնելը, իրանց հակած կապածը, իրանց խոսալը, իրանց պահվածքը, ծառաների պահվածքը, ասում է, այդ բոլորը, որ տեսավ, ասում է, նույնիսկ այդ հայրն ասավ, փայլևանը, նարդվանը, տեսավ, ինչ նարդվանա ինքը շինե, Աստծուն տանող։ Սողոմոնը չէր ասում, հա դե 4 հատ տախտակ խփենք, ելնենք իշնենք։ Մենք շատ ժամանակ այդպես 4 հատ տախտակ ենք խփում, որ այդքան ծառայության գանք։ Բայց ինքը ասում է, երբ որ տեսավ, ասում է, էլ ուշ չմնաց իրանում։ Թագուհին ուշ կկորցրեց, ուշ կգնաց։ Հարազատներս խմում ենք, թե ուտում ենք, նստում թե հելնում ենք, հագնում ենք, մենք ներկայացնում ենք Հիսուս Քրիստոսին։ Այդ համար ասում է, ամեն խոսքը թող աղով լինի, քաղցր լինի։ Ես չեմ կարող, երբ որ սեղանի նստած եմ, վերցնեմ իրանց հետ խնդամ, խմեմ, հետո ոնց ես ներկայացնեմ Հիսուս Քրիստոսին։ Նույն անեկդոտները իրանց հետ պատմեմ։ Են էլ ինչպիսի անեկդոտներ, Աստված հումոր ունի, Աստված հումորի դեմ չէ։ Աստված ուզում է, որ մենք ծիծաղանք, ուրախանանք, հումոր անենք։ Բայց մենք պեզի այնպես պիտի պահենք, որ մենք ներկայացնենք Աստծուն։ Սողոմոնը դա հասկացել էր ու ինքը դա դրել էր, որ իր ծառաներն էլ եւ նրա աշխատողներն էլ բոլորը, ովքեր կային, բոլորը իրենց պահվածքով, հագուստով, ամեն ինչով ներկայացնում էին Աստծուն։ Ամեն ինչ արել էր, որ Աստված փառավորվի։ Ես չեմ կարող քնձռոտ գամ ծառայությանը։ Ես չեմ կարող ինձ պահեմ, ինչպես ուզում եմ։ Բամբասանքի մեջ մենք չենք ներկայացնում Քրիստոսին։ Երբ որ բամբասում ենք, երբ որ չարն ենք անում, մտածում ենք, ոնց չարություն անենք, վնասենք, մենք այդրանով Աստծուն չենք ներկայացնում հարազատներս։ Այդ համար Աստված ինքը կամենում է, որպեսզի մենք եւ կոչ է անում մեզ, կարծես Սուրբ Հոգին գոչում է մեզ, որպեսզի մենք հարազատներս մտքի նորոգություն վերապրենք։ Մեր մտածելակերպը փոխվի։ Երբեք ուշ չի մտածելակերպը փոխվելու։ Հռոմեացիների 12-րդ խոսքում այսպես է ասում. «Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք, նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քնեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին եւ կատարյալը»։ Այստեղ Սուրբ Հոգին Պողոս առաքյալի շուրթերով մեզի կոչ անում, որպեսզի մենք չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, որտեղ մենք կերպարանափոխվելով այս աշխարհի կերպարանքով Աստծուն չենք ներկայացնում։ Մենք ներկայացնում ենք այս աշխարհը, այլ ասում է վերափոխվիր։ Ուշադրություն դարձեք, չի ասում Աստված կվերափոխի, կնորոգի, ասում է դու վերափոխվիր եւ նորոգվիր։ Ինչու՞մ Աստված կանչում, որպեսզի մենք վերափոխվենք ձեր մտքի նորոգությամբ։ Որովհետև եթե միտքդ փոխվեց, քո պահվածքը կփոխվի, քո խոսքը կփոխվի։ Որտև ապաշխարություն բառը հարազատներս մենք օգտագործում ենք եւ մարդկանց կանչում ենք ապաշխարության։ Ապաշխարություն բառը բնագրում
ավետարանի մեջ, որ մենք տեսնում ենք, մետանոյա բառն է, որը նշանակում է հենց մտքի նորոգում եւ փոփոխում։ Դες դու մտածում ես այսպես, բայց ապաշխարություն վերապրեցիր եւ քո միտքը նորոգվեց, դու հասկացար, որ այդպես չի, այլ 100 աստիճան փոխվեցիր եւ սկսեցիր ուրիշ ձև մտածել։ Մինչև եկեղեցի գալը, Աստծուն գալը, դու մտածում ես, որ դա նորմալ է, գողանալը նորմալ է, մնաք մոմ վառեմ, հայոյելը նորմալ է, մնաք թե մոմ վառեմ, մոմը իմ տեղը ամեն ինչ կանի։ Էթա մոմ վառեմ, ֆրամ գամ, մոմը իմ տեղը ամեն ինչ կանի։ Բայց վերապրեցիր ապաշխարությունը, նորոգումը ու դու մտածում ես արդեն, չէ, ինձ այսպես չի կարելի։ Այլևս ես չեմ կարող այսպես ապրեմ։ Ինչպես առաջվա պես չեմ կարող ծխեմ, առաջվա պես չեմ կարող աչ ու ձախ նայեմ աղջիկի հետևից։ Առաջվա նման ես չեմ կարող գործից տեղից տանեմ։ Առաջ ոնց էի մտածում, ասում եմ, դա սրբություն է։ Պետությունը ինձանից գողանում է, ես ումն եմ վատությունում, տանեմ տուն։ Սիրուն դրած անձի է սպասում։ Բայց քո միտքը նորոգվեց, փոխվեց ու դու հասկանում ես, որ դա մեղք է, դա քոնը չի։ Այդ համար այստեղ կոչ անում Պողոս Առաքյալը ասում է՝ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգեք ձեր միտքը թող նորոգվի, որպեսզի դուք կարողանաք հասկանալ Աստծո կամքը, որը բարին, հաճելին եւ կատարյալն է, որ դու հասկանաս, որ Աստծո կամքն է, Աստված քեզ համար մտածում է միայն բարին, հաճելին եւ կատարյալը։ Գիտեք, երբ որ առաջի քրիստոնյաներին սպանում էին, գիտեք ինչի իրանք չէին վախենում, որտեվ իրանք հասկանում էին, հիմա իրանք բարից բարին են մտնելու են հաճելին եւ կատարյալը։ Բոլորովին մտածելակերպը ուրիշ էր, այդ համար վախ չկար իրանք սրտում։ Որ Աստված հարազատներս մտածում է քո մասին միայն ինչ քեզ բարին անի, ինչ քեզ հաճելի անի եւ կատարյալ։ Քեզ մնում է միայն նորոգես քո միտքը, որ հասկանաս ու քեզ Աստծո օրհնությունը հաճելի դառնա։ Որ դու նայելով արդեն տեսնում ես ոչ թե արգելափակում, այլ ազատություն։ Որ երբ որ Աստված ասում է մի շնացիր, ինքը արգելափակում չի դնում քեզի, առաջինը քեզ ուզում է ազատություն տա։ Այդ մեղքից կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Հալելույա։ Վերափոխությունը գալիս է մեր կյանքում մտքի նորոգությունից։ Մենք պետք է հասկանանք, որ Աստծո կամքն է մեզ համար բարին, հաճելին եւ կատարյալը։ Ոնց մտածում ես, այնպես էլ կօրհնվես։ Երբ որ դու մտածում ես ու քո մտածելակերպը փոխվել է, որ ես տալիս եմ, որովհետև ես կօրհնվեմ, քո զոհերն ու ընծաները, տասանորդները ամեն բան փոխվում է։ Բայց երբ որ դու մտածում ես, որ Աստված ուզում է ինձանից պոկի, ասում պետք չի քո գումարը։ Ոնց մտածում ես, նորից ասեմ հարազատներս, ոնց մտածում եք, նենց էլ կօրհնվեք։ Աստված կամենում է ոչ միայն քո մարմինը, այլ նաև քո միտքը նորոգվի։ Այսօր ինձ, հիմի, որ դուք տեսնում եք, ինձ նորոգված եք տեսնում։ Ես առավոտը, երբ որ զարթնել եմ, այսպես չեմ զարթնել։
Երևի դուք նկատել եք, որ դուք առավոտյան զարթնում եք, մի խայտառակ վիճակա։ Մազերդ մի կողմ, աչքերդ մի կողմ, շուրթերդ մի կողմ, քիթդ вообще մի կողմ։ Ոտը ու ձեռդ գտել ընդհանրապես մի կողմ։ Բայց դու վեր ես կացել եւ նորոգել ես քեզ, որ քեզի վիճակի բերես, որտեղ ոնց որ զարթնել ես, այդպես չես եկել եկեղեցի։ Տնից այդպես դուրս չես եկել։ Մեր քուրիկներն էլ սիրում են զուգվեն, զարթեն, քսվեն, բանան առանց մի հատ սիրուն հագնեն դուրս գան։ Մինչև չքսվեն դուրս չեն գա։ Քնձռոտ խալաթով ոչ մեկ դուրս չի գալի եւ գնում տնից։ Մենք ամենքս ամեն օր նորոգվում ենք։ Ամեն ինչ անում ենք, որ մենք նորոգվենք, նոր շոր ենք առնում, նոր ձև ենք մտածում, նոր պրիչոսկա ենք մտածում, որտեղ ուզում ենք մենք նորոգվենք, նոր ձևով մեզի ներկայացնենք, այդպես էլ մեր միտքը, հարազատներս, ինքը կարիք ունի նորոգման։ Այդ համար եմ ասում, որ ոչ միայն մարմինը, այլ նաև մեր միտքը նորոգման կարիք ունի։ Ձեռքդ չես կարա փոխես, ոտքդ էլ չես կարա փոխես, բայց միտքդ կարաս փոխես։ Մտածելակերպդ կարաս փոխվես եւ Աստված կոչ անում, որ մենք փոխվենք։ Պողոս առաքյալը Եփեսացիս 4-րդ գլխի 22-րդ խոսքից 24-րդ խոսքը։ Եփեսացիս 4, 22, 24-րդ խոսքը այսպես է ասում. հանեք ձեր վրայից հին ընթացքը ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, եւ ձեր մտքով եւ հոգով նորոգվեք, որ նոր մարդուն հագնեք, որ Աստծո պատկերին համաձայն է ստեղծված ճշմարտությամբ եւ սրբությամբ, որ արդարությունից է։ Ասում է, հանեք ձեր վրայից։ Շատերը հարազատներս, գիտես ինչի մարդիկ եկեղեցի են գալիս ու մեղքի մեջ են, որովհետև են հին շորը իրանց վրայից չեն հանեկցել։ Ասում է, այն հին ձեր վրայից ընթացք տանող մարդու շորերը հանեք, որ խաբուսիկ են դրանք, հանեկցեք։ Ձեր վրայից գցեք եւ ասում է, ձեր մտքով եւ հոգով նորոգվեցեք եւ նոր մարդուն հագեք։ Որպեսզի ես նոր մարդուն հագնեմ, պետք է ստեղս մի բան փոխվի։ Որ ես հագնեմ նոր մարդուն եւ ինձ պահեմ նոր մարդու պես։ Գիտեք, մի հատ հարևան ունեինք, Աբխազիայում որ ծառայում ենք, մի հատ մարդ կար։ Ինքը այն ողն ու ծուծով կոմունիստ էր, աթեիստ։ Ասում էր, ձեզ հավատացյալների գիտեմ։ Утром верующие, ночью ворующие։ Ասում ումը հանդիպել եմ այդպես է։ Բայց անցավ ժամանակ, ասում շատ հավատացյալներ կան, բայց ասում արամը, ասում այդպես չի։ Ու իմ կյանքում շատ անգամ ա եղել, որ մարդիկ իրենք փորձել են, որ տեսնեն ինչքանով քո կյանքը քո խոսքի հետ համապատասխանում է։ Հայերեն ասած էլեկտրիկ են աշխատում, գծեր են ստուգում։ Փորձեն, տեսնեն ինչքանով դու չես խմում, ինչքան ես դու կոմպրոմիս եթում։ Ասում խնդրում եմ, ասում ձեր միտքն ու հոգին նորոգեք եւ նոր մարդ հագեք, որ Աստծո պատկերին համաձայն լինեք։ Որ Աստծո մարդուն համաձայն լինեք, հարազատներս, որ մարդիկ տեսնելով ասեն, անհնարին է, ես ոնց ես փոխվե, իմ մորքորի տղան, մի ասեմ, 17 տարի հորս չեր տեսե, 17 տարի հետո հանդիպավ, ինքը հիշում էր իր մտքում, որ պակվականը խանդոտ չարթու հայա, 17 տարի հետո եկավ հանդիպեց հորս, ասում նայում եմ, ասում
Ինձ թվում է շիզոֆրենիա ունեմ։ Նայում եմ արտաքինից պատվականն է, հետս խոսում է, պատվականը չի։ Որովհետև պատվականը նոր մարդուն է հագե։ Արտաքինից կարծես ինքն է, բայց ներքյուս նոր մարդն է հագե։ Նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի համաձայն ստեղծված եք, ճշմարտությամբ, սրբությամբ և արդարությունով։ Իսկ որպեսզի այդպես լինի, պիտի իմ միտքը փոխվի։ Երբ որ մենք քննադատում ենք հարազատներս, մենք Աստծուն չենք ներկայացնում։ Երբ որ մենք քննադատում ենք եւ մենք չենք ունենա։ Աստված կոչ անում, որպեսզի մենք ուրախանանք, երբ որ տեսնում ենք մեր քույր եղբայրին, որ իրանք բարձունքներ են հասնում։ Այլ ոչ թե քննադատես։ Վայ, տես ինչ հակնում, ինչ ավտոյի առե։ Գիտեք, այս աշխարհի մարդիկ ոնց ուզենան պահեն, ոչ մեկ չի քննադատում այդ մարդկանց։ Ինչ ուզում է ավտո առնեն։ Լենթակառակը, եթե չի առնում, ինքը քաղաքապետ է, ասում են, սկսում են քննադատել։ Այդ ինչ քաղաքապետ է, որ սենց հասարակ ավտոյով է քշում։ Բայց հենց հավատացյալը մի քիչ սիրուն շոր է հագնում, մի քիչ թանկ ավտո առնում, բիզնես է։ Սկսում են քննադատել։ Հա, եկեղեցին անում են, որ գողանան։ Ինչպես Երևանում, երբ որ եկեղեցին կառուցում էին, էլ քաղաքապետարանից էլ որտեղից բռնած ասում էին, «Էդ ով եղավ Արթուրը, որ եկեղեցի է կառուցում»։ Հովիվս շատ լավ ասեց։ Ասեց Հիսուսն է իր եկեղեցին կառուցում, ես ով եմ, որ եկեղեցի կառուցեմ։ Ես եկեղեցու համար շենք եմ կառուցում։ Եթե մենք մեր մտածելը փոխենք հարազատներս, մենք մեր շենքը կունենանք։ Բայց մենք պետք է հասկանանք, մեր նոր մարդը հագնենք, որ ես այսօր իմ զոհաբերությունով, իմ ամեն ինչով ես նորը չեմ կարա մտնեմ, ես պիտի այդ հին մարդուն գցեմ, նորը հագնեմ ու մտնեմ, որ ես էդի ունենամ։ Եվ այդ նույնը մեր կյանքի մեջ։ Եթե նորն ես ուզում, պիտի հինը բեն գցես, չքննադատես հարազատս, չնախանձես, որտեղ նախանձությունը քեզի չի տայտի։ Երբ որ դու նախանձում ես ինչ-որ մեկին, դու չես ունենա դա։ Գիտես, մի գաղտնիք ասեմ, ոչ մեկին չասեք էլի։ Երբ որ դու նստած ես ու դու ասում ես, չէ, ով կհարստանա, իսկ ես չէ։ Ես ոնց ապրել եմ պարտքերով, այդպես էլ պարտքերով ապրելու եմ։ Գիտեք, Աստված երկնքում ինչ ասում։ Թող լինի այդպես։ Քո ասացի պես։ Որտեւ Հիսուս Քրիստոս ասեց, քո հավատքով քեզ լինի։ Երբ որ դու ասում ես քո երեխուն, արա դու դեբիլ ես, սենց, քեզ ոտներդ եսին ոտու ցաճում, ձեռներդ եսին ոտու ցաճում։ Աստված երկնքից նայում ասում, լավ, թող լինի քո ասացի պես։ Փոխիր քո մտածելակերպը եւ կփոխվի քո լեքսիկոնը, կփոխվի քո լեզուն։ Գիտեք հրյան ոնց է, հրյա երեխեն երկուս աստանում, գիտեք իրա մերը ոնց է իրան նախատում։ Ասում է դու տենց խելոք տղա ես, ես ոնց է ստացվի երկուս է ստացե։ Տմար հարազատներս մենք պետք է մտքի փոփոխություն։ Ես երբեք չեմ ամուսնանա։ Ես երբեք երեխա չեմ ունենա։ Երկնքից Աստված նայում, լավ, ոնց ասես։
որդյակս։ Աստված ուժով ոչ մի բան մեզ չի կպցնում։ Ոնց մտածում ենք, այնպես էլ կորնվենք։ Այդ համար պիտի մեր մտածելակերպը փոխվի, հարազատներս, որ Տեր, ես ուզում եմ օրհնություն դառնամ ոչ միայն իմ կյանքի համար, այլ նաև իմ քույր եղբայրների համար, մյուսների համար։ Ես ուզում եմ հարուստ լինեմ ամեն մի բարի գործի համար, որ ես գամ եկեղեցի տեսնեմ ինչ որ մի պակաս հնարավորություն ունենամ, էդի ծածկեմ։ Այդ համար Տերը ասում է օրհնյալ է ավելի տվողը, քան վերցնողը։ Մեր մտածելակերպը պիտի փոխվի, որ օրհնյալ ես դու, երբ որ դու տալիս ես։ Խնդրում եմ քեզ, որպեսզի դու չսահմանափակես անսահմանափակ Աստծուն։ Այսօրվա պատգամը սենց ետրանում է, որ դու նորոգվես, որտեղ Աստված սահմաններ չունի։ Աստված մի նկար չի ռամկի մեջ, սահմաններով փակված։ Տիեզերքը, երկինքն ու երկիրը չի տեղավորում իրան։ Դու կարող ես նայել, գաս ասես, եկեղեցում քիչ մարդ է, 2-3 հոգի ենք։ Բայց նույնը դու գալիս ես այդ 2-3-ին տեսնես, ուրախանաս ցնծած 2-3 հոգի ենք, որտեղ 2-3-ը այնտեղ Հիսուսը, Հիսուս դու այսօր ստեղ ես, հալելույա։ Ու դու արդեն ոչ թե քննադատում ես, այլ ցնծում ուրախանում ես, հալելույա, այսօր 2-3 հոգի ենք։ Ինչ ենք, որ մարդու կնիկ ենք մնաք տունը։ Հալելույա, 2-3 հոգի ենք, Հիսուսը մեր հետ է, ինչ որ խնդրենք կլինի մեզ։ Կամ տնային խմբակ ինչ անեմ։ Որտեղ 2-ը և 3-ը այնտեղ Քրիստոսը։ Իսկ որտեղ Քրիստոսը, դու չգիտես, որտեղ Քրիստոսը այնտեղ քո կարիքների լուծում կա, այնտեղ հրաշք կա, այնտեղ կյանք փոփոխություն կա, հալելույա, որտեղ 2-ը և 3-ը մտածելակերպ ուզում եմ, որ դուք տեսնեք, ինչպես մի իրավիճակին կարաս տարբեր ձևով նայես։ Կարևորը քո խնդիրը չէ։ Ուզում եմ, որ դու ուշադիր լսես։ Կարևորը քո խնդիրը չի։ Կարևորը ումն ես հավատում։ Դա է կարևոր։ Մենք ամեն մեկս խնդիր ունենք։ Կարևորը մեր խնդիրը չի, հարազատներս։ Շատ ժամանակ հենց այդ դրա մեջ է խնդիրը, որ մենք սկսում ենք կարևորենք այն խնդիրներն ու պրոբլեմները, որ ունենք մեր կյանքում։ Նրանք ավելի կարևոր են դառնում, քան ում որ ես հավատում եմ։ Կարևորը ումն եմ ես հավատում։ Եվ Կորինթացիս թղթի մեջ Պողոսն ասում է, մենք Քրիստոսի միտքն ունենք։ Մենք Քրիստոսի միտքն ունենք, հարազատներս, դու կարող ես Քրիստոսի պես մտածես։ Մեր Աստվածը այնքան առատաձեռ է, ինքը ոչ մի բան չի խնայել, նույնիսկ իր միտքն է տվել, ասել է, որդիս հավատում ես, առին պես մտածի։ Եվ Կողոսացիս 3-րդ գլխի 2-րդ խոսքում այսպես է ասում. վերևում եղած բաների մասին մտածեք։ Գիտեք, Աբրահամը, չասեք ոչ մեկին, Աբրահամը չէր դիպրեսիայի մեջ, որտև ինքը վերևենների մասին չէր մտածում։ Ինքը մտածում էր ներքինների մասին։ Ու ներքիններին նայելով դիպրեսիայի մեջ եկավ։ Իր կյանքում
կարևորը դառավ այդ խնդիրը, որ ինքը տղա չունի։ Այլ ոչ թե նա ումն է ինքը հավատում։ Այդ համար Աստված եկավ, միջամտեց, իրան քաշեց, հանեց, ասեց վերևիները նայի։ Նրանց մասին մտածի, քո ապագա սերունդի մասին մտածի։ Սկսի երազել քո ընտանիքի, քո ամուսնու մասին։ Սա վերևում եղած բաների մասին մտածեք, մտածի երկնքի արքայության մասին։ Ոնց ես դու այդ ոսկի փողոցներով գնալու։ Ասֆալտ չի այնտեղ, ոսկի է։ Շենքերը թանկարժեք քարերից։ Դարպասները ասում է մի մեծ մարգարիտից։ Դու այս աշխարհից գնալուց աղքատության մեջ չես մտնելու։ Հարազատս, Աստված աղքատ Աստված չի, ամենակարողն է, ամենահարուստն է։ Ումն ես հավատում, դա է կարևորը։ Այդ համար վերևում եղած բաների մասին մտածեք եւ ոչ թե այն, ինչ երկրի վրա է։ Այն ոչ թե այն, ինչ երկրի վրա է։ Այդ համար Պողոսը ասում է. կյանքս Քրիստոսն է, կյանքս առնեք, իրան ձեռքը բերեմ, որտև ինքը վերիների մասներ մտածում։ Քանի ապրում եմ, Քրիստոսով եմ ապրում, հանկարծ ուզում եք իմ գլուխը կտրեք, խնդիր չունեմ։ Հենց հիմի Հիսուսից գրկի մեջ կլինեմ, որտև միտքը նորոգված էր։ Եկեք ոտքի կանգնենք հարազատներս եւ աղոթքով գանք մեր Տիրոջ առջև։ Նորոգիր մտածելակերպդ։ Հարազատս, նորոգիր։ Սաբաթակուին դա հասկացավ եւ Հիսուս Քրիստոսը իրան օրինակ բերեց իր ընտրված ժողովրդին, ասեց ինքը կգա կնստի մարգարեությունում, իսկ դու փարիսեցիներ դուրս կմնաք արքայությունից։ Ասեց դատաստանի օրը սաբաթագուհին ձեզ դատելու է, որովհետև դուք թույլ չեք տալի, որ ձեր միտքը նորոգվի ու ինձ տեսնեք, այս սովորական մարդու մեջ տեսնեք Փրկչին։ Ինչպես է ծերունին, այդ փոքր մանուկի մեջ տեսավ ապագա Փրկչին։ Ասեց այսօր իմ աչքերը տեսնում են Իսրայելի փրկությունը։ 8 օրական երեխա է։ Նայիր, այսօր գգաց դու նայիր քո երեխային, քո թոռներին ու տես իրանց, փոխի քո մտածելակերպը, տես իրանց, որ իրանք այս աշխարհի փրկության պատճառ կդառնա։ Սիրելի հայր, Հիսուս Քրիստոսի անով մենք գալիս ենք քո առջև եւ գոհանում ենք քեզանից Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր իմ Աստված, եւ խնդրում ենք քեզ, որ դու մեզ օգնես, որպեսզի մենք մեր մտածելակերպը փոխվի, Տեր, Աստվածաշունչը կարդանք, Տեր, ամեն ջանք անենք, Տեր, որպեսզի մեր մտածելակերպը փոխվի, Տեր մեր, իմ Աստված, մեր հայացքները փոխվի, Հիսուս Քրիստոսի անով, որ մենք հին մարդը թողնելով նորը հագնենք, Տեր իմ Աստված, եւ ամեն ինչում, թե ուտելով, թե խմելով, թե պահվածքով, թե իմ Տեր Աստված արտաքինով, թե ներսով, մենք ինչպես դեսպաններ ներկայացնենք քեզ, Տեր Հիսուս Քրիստոս, եւ քո արքայությունը Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով, Տեր, հանուն Հոր եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն, ամեն, ամեն։